Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը կրկին եթերում է։ Այսօր բնականաբար կլինենք Սևանի հետ ու բնականաբար կխոսենք քարոզարշավից, որովհետև կենտրոնում ուշադրության ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի վարած քարոզարշավն է խայտառակության մասին։ Հիմա տեսեք, անդրադառնանք դետալ, հա, ոնց որ ասում են, նախ սպառնում էր արցախցիներին, հետո այն կնոջը արդեն գործից հանում են։ Նախ բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև Վայջան, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ուղիղ սպառնում է ընդդիմությանը, ուղիղ անուններ է տալիս անվանական, նախագահների անուններ է տալիս, Սամվել Կարապետյանի անունն է տալիս, չես հասկանում ինչ է ուզում այդ մարդը, իր համար ստեղծել է ինչ-որ միֆ, պայքարի, ֆիշկան է իր հետ, նախկինները, բացի նախկինները, նա ինքը ստեղծել է ինչ-որ մի բան, որը չկար։ Դրա դեմ սկսել է պայքարել։ Դա սովորական երևույթ է, որպես քարոզչություն, տենց են անում հիմնականում։ Միջև դա էլ ինքն էր, չէ՞, Մայրաթորի դեմ հարձակումներ էլի ստեղծել էր Մայրաթորի դեմ պատերազմ էր հայտարարել, սկսում էր այդ գործընթացը հիմա էլ ինչ որ մարդկանց է բերեն նկարել, Արցախի բարբառով խոսում են ու ասում է բոլոր արցախցիները։ Հիմա այն միֆերը, որ կան, տեսեք Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում ստեղծվել են թեզեր։ Թեզերից մեկը էլի արցախցիների նկատմամբ ատելության խոսք, որը բացահայտ է։ Մյուսը այն քաղաքացիները, ովքեր որ հանդգնում են այսպես կոչված Նիկոլ Փաշինյանին պատասխանեն կամ մեղադրեն նրա մեջ ինչում, որ ինքը իրապես մեղավոր է, բնականաբար տես այդ կնոջ պատմությունը, որ ուզում են գործից ազատեն, չէ՞։ Հիմա տեսեք, ինչ վերաբերվում է դատեն է։ Կդատեն։ Քրեական գործառույթ անչափահասին եկեղեցուն պատարակ գնալու մար դատում են, այդ կնոջ այդ մեղադրանքները մեջ չեն դատի։ Ու այս մեղադրանքները, որոնք մեր հայրենակիցները Երևանի փողոցներում տալիս են Նիկոլ Փաշինյանին, այդ հարցաշարը, ամբողջությամբ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, այսինքն նես չի, որ իրանք պետքա դա հարցնեին Պողոսին, հարցնում են Պետրոսին։ Հիմա ինչ վերաբերվում է նախագահներին, ինքը նախագահներից ստեղծել է դև, այդ դևը Ավինյանը խփել է իր մայքին դոշին, այն Ավինյանը, ով որ ասում է, որ ինքը եւ համասեռամոլ է եղել եւ թմրամոլ, մենք կանդրադառնանք հաղորդման մյուս մասում այսօրվա։ Տեսեք, հիմա ինքը այդ դևին բերել է ժողովրդի դեմ ուզում է ներկայացնի, որ ախր դևը ինքն է, չէ՞։ Այդ դևը չի 5000 հոգու գլուխ կերել, այդ դևը չի կերել մեր հայրենակիցներից հազարավորների գլուխները, ել չեմ ասում իրանց ամփոփության պատճառով կորոնավիրուսի հազարավոր զոհերը։ Հիմա տեսեք, ինքը վերցրել է հակադարձումը, ասում է դե գիտեք ինչ կա, 3 գլխանի դևը Ռուսաստան, Բելարուսիա եւ այլն բան, սա բա ձեր 3 գլխանի դևերը Ալիև Էրդողան եւ դու։ Հիմա մեր քաղաքացիները պետքա առողջ դատողությամբ այդ համեմատականները տանեն։ Ես բնավ չեմ պնդում, որ ճիշտը Ռուսաստանն է կամ Բելարուսյանն է։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը ամենաճիշտն է։ Անկախ նրանից մյուս ընդդիմադիրները իրենց ռազմավարական դաշնակիցներին ում են պատկերացնում, համենայն դեպս Թուրքիային եւ Ադրբեջանին չեն պատկերացնում։ Դե նայ, մենք ունեցել ենք ռազմավարական դաշնակից, ում հետ մենք հարաբերություններ ենք ունեցել, դա եղել է Ռուսաստանի Դաշնությունն է։ Դարերով ի դեպ։ Ռուսաստանը արի վերցնենք 91 թվականից հետո։ Շատ բարի։ Միջև այդ մենք այդ երկրի հետ խնդիրներ չենք ունեցել, մենք խնդիրներ չենք ունեցել ոչ մի պարագայում, որպես դաշնակից Ռուսաստանի, եկավ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց։ Ռուսաստանի Դաշնության նախագահին չդիմավորեց այրոպորտում, բայց հետո երբ որ երկրորդ նախագահի ընտանիքի հետ հանդիպում ունեցավ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, դրանից հետո ինքը վազելով գնաց այրոպորտ հետևից, երբ որ գնում էր Պուտինը թռնում էր, ինքը շատ արագ գնաց, հասավ այնտեղ ու այրոպորտում հետը շփում ա ունեցել ու դրանից հետո հրապարակում եղավ վարչապետի էջով թե չեմ հիշում ինչ որ կարգով կառավարության, որ ասացին Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինը Զվարթնոց օդանավակայանում ջերմ շփում են ունեցել, ինչ որ գործընթացներից են խոսել բանման, ու պատկերացնում ես, այդ մարդը դրանով ու Ռուսաստանի ղեկավարները պետք է Զվարթնոց օդանավակայանում մայքին պատկերացրու, այսինքն դու եկել ես իշխանությամբ, որ հայ-ռուսական հարաբերությունները փչացնես, չէ՞, ու ինքը դա անում է, այսինքն խի պետքա փչացնողին ինչ որ
մեկը օգնի էլի, այս մեր հայրենակիցները չեն հասկանում, մեր հայրենակիցները հասկանում են այնց, որ մեր երկրի ղեկավարը բոլորն են, ոչ, բոլորը չեն։ Այս երկրի ղեկավարը վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է ու Նիկոլ Փաշինյանի գործողություններից է գալիս մնացած բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները։ Հա, ուստեղ ամենամեծ ցավը Դա պետք է ֆիքսենք, էլի։ որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ոչ հայ ժողովրդին, ոչ հայ ժողովրդի շահերը, այսինքն եթե ինքը չի դիմավորում մեր ռազմավարական դաշնակից պետության Ռուսաստանի Դաշնության ղեկավարին, դա մեր արձագանքը չի Վլադիմիր Պուտինին, որպես հայ ժողովուրդ։ Այստեղ խնդիրը գիտես որն է, գնում է ինքը հանձնում է, չէ, Արցախը թղթով, ասում է ես ճանաչում եմ Արցախի, ճանաչում եմ Ադրբեջանի ամբողջականությունը, Արցախն էլ մեջը, չէ, Լեռնային Ղարաբաղը իր ասած։ Հիմա հետո ասում է ռուսներն են հանձնել, նախկիններն են հանձնել։ Դե այն ատելությունը, որով ինքը այդ քարոզը սկսել է, նախ հակառուսական տրամադրությունները 18-ից ի վեր կան։ Երկրորդ ինքը հնարավոր բոլոր տարբերակներով բերեց Ռուսաստանի այստեղ այն ազդեցության թուլացումը, որ ժողովուրդ ջան, դուք ռուսների հետ վատ կապրեք, եկեք գնանք Եվրոպա, այտենց էլի մարդ կա Զելենսկին արեց, կործանեց մի ամբողջ Ուկրաինա, շատ Զելենսկուն բերում ստեղ, չգիտեմ, կարմիր գորգի վրա դիմավորում ու մենք կարող ենք բերել այն փաստերը, որ օրինակ տեսեք, մինչև 18 թվականը մենք էլի ՀԱՊԿ-ի անդամ էինք, ռազմավարական դաշնակից ունենք, ով 16000 տոննա զենք միայն նվիրել է Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը։ Այդ վատ դաշնակցի ինչ որ մոտեցումը չէ։ 16 թվականին պատերազմը տևել է 4 օր ու Ալիև Սերժ Սարգսյան Պուտինի ներկայությամբ հանդիպում ա եղել, որը որ հրադադարով, չէ, հետագայում էլ Ալիևը նեղվում էր, խնդիրներ ուներ։ Այսինքն մեր ռազմավարական դաշնակից իր տեղում էր, դրա համար պատերազմը 4 օր տևեց։ Ու այս թվարկումները մենք որ տանում ենք մինչև 18 թվական, բա ոնց է որ ոչ ՀԱՊԿ-ի է խնդիր եղել, ոչ Իսկանդերն է 10%-ով կրակե կամ 20 ոչ էլ երբևիցե անվտանգային խնդիրներ են ունեցել մենք հայերս եւ արցախցիներս, այսինքն փաստացի 18 թվականից հետո նոր առաջացել է այդ խնդիրը, այսինքն դաշնակիցը նույնն է, մեր կողմի վերաբերմունքն է փոխվել։ Հիմա այդ հակառուսական տրամադրություններով եթե ուզում են ձայներ հավաքեն, օրինակ Գագիկ Ծառուկյանը շատ լավ համեմատություն է արել, որ եթե անգամ մենք այն կողմն ենք ներկայացնում, դուք Թուրքիան եւ Ադրբեջանն եք ներկայացնում։ Հիմա մեր ժողովուրդը պետք է ընդդիմություն կատարի։ Բազմիցս ասել ենք 1000 անգամ, որ այն դևը որ կա Նիկոլ Փաշինյանի տեսքով ու իդեպ ախր այդ դևը այնքան է բան եղե, զարգացե այսպես կոչված, որ արդեն քարոզարշավի շրջանակներում կամերաների դիմաց այդ կնոջը թևից քաշում է։ Չէ, քիչ մնա ինչ որ մարդկանց կարող ծեծի էլ։ Հա, ասենք, չգիտեմ, արցախցիներին վատ Երևի արի կոչ անենք ՔՊ-ին ու ՔՊ-ի հետ, չգիտեմ, վարչության փոխնախագահից միջև այդ վարչության անդամներ բան, եկեք փոխեք այդ մարդուն, ուրիշ մարդ բերեք, թող այդ քարոզարշավը անի, այդ մարդը ձեզ վնասում է։ Հոգեվարքի մեջ է։ Վնասում է։ Ես քեզ ասեմ, եթե ՔՊ ընտրողները Փաշինյանն ասում անգելեք հետևից, էս այն երեխաները։ Ինքն անգե հետևից։ Հա, դե հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության։ Ինքն անգել է հայ ժողովրդի հետևից, բայց ՔՊ-ականներ, դուք ձեր առողջության եւ անվտանգության մասին մտածելով ու դրանից ելնելով, որովհետեւ ձեր կուսակցությունը ինքը նենց է ոչնչացնելու, ոնց որ ոչնչացրել է իր շրջապատում ամեն ինչ, չէ՞, անգամ իր թիմակիցներին ոչնչացնում է։ Հիմա տեսեք, դուք պետք է փորձեք Նիկոլ Փաշինյանին հերո պայեք հայ ժողովրդից, որովհետեւ ինքը սադրում է մեզ, հայերիս, ու դրանով ձեր ձայներն էլ է պակասում։ Բայց քո կարծիքով լավ ամեն դեպքում մենք ամեն օր, ամեն րոպե հիշում ենք Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին, բոլորին հիշում ենք ու հենց իրանց արածը ներկայացնում ենք հանրությանը, այդ վատ արածները, որովհետև դրանք լավ բան չեն անում, որ ցույց տանք։ Իրապես մի բան չեն արել, որ լավ է։ Դա եմ ասում։ Հիմա արի 18 կուսակցություն կա բացի ՔՊ-ից, ովքեր մասնակցում են ընտրություններին։ 19-ն են, չէ՞ հիմա։ 19-ը երկու դաշինք, չէ՞։ Ու 17 կուսակցություն։ Հիմա ես օրինակ մի քանիսին չգիտեմ։ Ընդհանրապես չեմ լսել։ Ժողովուրդն էլ չգիտի, Սևան ջան։ Բա այդ մարդիկ, ասենք Բաբաջանյան այդ բանը։ Բաբաջանյանը չէ, Բաբաջանյանին գիտեմ։ Բոլորին դեմը մի հատ Spider-Man-ն է այդ մամուլում ու լավ PR արած կուսակցություններին
ճանաչում ենք, որովհետեւ օգտվում ենք, բայց մի վարքյան կներես ես տեղի մոտ ֆիքսել եմ քեզ, ասեմ մտ հասկանանք Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն։ Խնդրեմ։ Ես վստահ եմ, որ իրանց ղեկավարին չեմ ճանաչում։ Բայց այդ կուսակցությունը լսել ես։ Չէ։ Քոչարին գիտեմ, որն է, պարահայկական, ազգագրական։ Թե ամեն դեպքում անունը մի անգամ չկրկնեմ, բայց նման կուսակցությունները ընտրություններին ինչու են մասնակցում։ Ձայն երբ հոշիացնեն, խափեն մարդկանց, ինքնահաստատվեն։ Դե ես վստահ եմ, որ մեծամասնությունը այդ կուսակցությունների, այդ մարդ կուսակցություններ կամ մի 7 հոգանոց կուսակցություններ, ովքեր որ այդ խափեության սկզբունքով փորձում են ժողովրդին, տեսեք, հիմա Նիկոլ Փաշինյանը ունի իր ֆիքսված ձայները, չէ, վարչական ռեսուրս ու ՔՊ աշխատող այդ էլեկտորատը։ Լավ, Քոչարի այդ կուսակցությունը, Քոչարի կուսակցությունը ով ընտրելու։ Կարող է 100 հոգի ընտրեն, չէ, մի այդ 100 ձենախի գնա օրինակ ընդդիմադիրներին, գոնե թողը տենց կորի։ Ու Արամ Սարգսյանը ինչ անում։ Բայց դա այդ կուսակցություններն է եթերում հայտարարում են, որ իրանք ձայն փոշիացնող չեն, բայց իրականում ձայն փոշիացնողներ են։ Բայց ցավը տանում Էդմոն Մարուկյանը Վահանը ձեռը ֆռմա քաղաքով 4 հոգից ապտվող չկա, ինքը մենակով ապարում է։ Դա Էդմոն Մարուկյանի Գայք Սարուկյանը լավ է, ասա ես քո կլասիկ ցավը տանեմ, հիմա կլասիկ падգամավորի տեխնացու է։ Չէ, վարչապետի տեխնացու։ Միայնակ падգամավոր է երևի ուզում ունի, կարելի է Նիկոլի ցուցակով հանգիստ գնալ։ Այն քաղաքական ուժերը, ովքեր որ փոշիացնում են ձայները, իդեպ ես տեսանյութ էի նայում, որտեղ որ հստակ բացատրվում է, որ փոշիացող ձայները մեծամասամբ գնում են ամենաշատ ձայներ հավաքած։ Նայ, տեսանյութ նայելը չէ, ես քեզ բացատրեմ ու մեր հանրությանը բացատրեմ, ոնց է դա լինում։ Նայ, ով ամենաշատը հավաքում է, չէ, օրինակ հավաքեցին ՔՊ-ն, ասենք 49, չէ, Սամվել Կարապետյանի ուժը հավաքեց, ասենք, չգիտեմ, 30, Հայաստան դաշինքը ինչ որ 10-12 կամ ինչ որ բան, ու տենց ասենք մի 4 ուժ է անցել ամեն դեպքում։ Հիմա եթե ով առաջի տեղն է, չէ։ Հա, այդ սկզբունքով վերևից տակի կուսակցությունները ովքեր չեն անցել 3-2% են հավաքել, դա տոկոսներ է, չէ, այդ 100-ի մի քանի տոկոսն է։ Դրանք ամենաբարձր ստացած ձայներ ստացած կուսակցություններին կամ դաշինքներին գումարվում է ըստ բարձր ձայների։ Այսինքն հիմա որ երկրորդ տեղով օրինակ ընդդիմադիր ուժը անցա, իրան ավելի քիչ է այդ ձայներից գնում, քան թե առաջի տեղին։ Հիմա պետքա ժողովուրդ ջան, եկեք ֆիքսենք այնպես բան, հասկանանք ով է ընդդիմության լիդերը, ու այդ ընդդիմության լիդերին գնանք ընտրենք, որ նման գործընթացներ չլինեն։ Կարելի է վերլուծել, մենք բոլորս ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, անձնապես բոլորին ճանաչում ենք։ Չկա ընդդիմության մեջ տեխնացու, ով ասում է, բայց Քոչարին ճանաչում։ Չէ, չէ, ընդդիմադիրների մասը։ Կներես, էլի, այմա ցուցակը իրարը հասկանում։ Հիմա այն ընդդիմադիր, հա, դոմինանտ ուժերը որ կան, իրանց եւ ղեկավարներին եւ հիմնական կազմին դուք ճանաչում եք։ Պարզ է, չէ, որ պետք է նայեք ով անցողիկ շեմը հաղթահարում է, մի բան էլ ավել։ Գնաք այդ մարդկանց ընտրեք, որ իրանց համար ավելի լավ բարենպաստ պայմաններ ստեղծվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր։ Գիտենք ովքեր են։ Դավաճաններն են։ Նորուշ կուսակցություն, Հայկ Մարուսյանի կուսակցությունն է։ Կարքին Հայկոն։ Խիա դրե։ Հայաստան դաշինք։ Այո։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, Միասնության թևեր կուսակցություն, Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Ուժեղ Հայաստան կուսակցություն, Բոլորին դեմ եմ, հետո ռեֆորմիստների կուսակցություն, ինչքան կա։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն, Քրիստոնեա ժողովրդա վարական կուսակցություն, Լևոն Շիրինյանն են, Արման Բաբաջանյանի թայը, Բաբաջանյանի լյովը, Ալյանս կուսակցություն, ինչ որ Ռուսաստանում պահկված մեկը կա, էդի է տենց են, Ուրիխանյան Տիգրան կա, ինչ կա այդ, էդի է։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն, անունը լավ է։ Հա։ Լուսավոր Հայաստան դե գիտենք, կլասիկ ախպերները։
հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք։ Արա Բաբաջանյան Արման, ասենք, այս ինչ անուն ես դրե։ Ասենք կարիվ դներ LGBT համայնք, ասենք LGBT-ների համասեռամոլների դե հիմա բոլորը գիտեն քեզ, բոլորը գիտեն քո մասին։ Հանուն, նայ, ասենք հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների կոմիկների Հայաստանի Հանրապետության թե այդ դրանց այդ որ ասում են այդ LGBT։ Հիմա ԼԳՏԲ-եր ինչ էր դրանք, մեկ-մեկ չեմ կարող մարտաբերեմ նորմալ, չնայած ես բանը այտենց չեմ կենտրոնանում իրանց վրա, բայց մեր հայրենակիցները վստահաբար գիտեն, որ ուժը ում է ներկայացնում, խի է ներկայացնում, ընդդիմությունը արդեն 8 տարի է խրամատում է, պայքարում է, ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Լավ, ամեն դեպքում արի ընդդիմադիրները, ովքեր անցնում են այդ շեմը հաղթարել։ Ինչ որ մի ոդկասթի էր մասնակցում, քաղաքապետ կոչված երիտասարդը Ավինյան Տիգրանյանը, նայ, ես ոդկասթը չեմ նայել, բայց ինչ որ ռիլզեր էր իմ մոտ բերում, որ ինքը ասում է թմրամոլ եղել եմ, գոմիկ եղել եմ, համասեռամոլ եղել եմ, բայց իմ կարծիքով դա ինչ որ հեգնական բան է ասում, որը կոնտեքստից կտրված է ամեն դեպքում։ Սևան ջան, Չէ, նայ, հեսա։ Այն տեսանյութը, որտեղ բութը բերանն է, ինչ կապ ունի ախպեր, որ ինքը եղել է։ Դա եմ ասում։ Հիմա արի չասենք, որ դա ինքը ասել է որպես այդպես, բայց ամեն դեպքում դա պետքա ժողովուրդը տեսնի։ Ինչ օդում կախված լուրերի, եկեք վիդեոները դրեք, վիդեոները խնդրում եմ։ Հեսա մեր հրապարակվելուն պես մեր եթերը, խնդրենք կտրամադրեն նաև այդ վիդեոները, այդ վիդեոները, որ չգիտեմ, Ավինյան Տիգրանը ոնց է ինչ որ բանի ազդեցության ներքո, երևի իր մոտ չգիտեմ, այնքան է խմը բելի գայաշկայա։ Չասենք նարկոտիկներ է օգտագործում, բայց հիմա կարող է հարբեցող է։ Հարգելի քաղաքացիներ, ինչու՞ չէ, իրավապահ մարմիններ։ Այդ տեսանյութը կա, որտեղ Ավինյանը պնդում է, որ ինքը օգտագործել է։ Հիմա ես ենթադրում եմ, որ սենց էր անում, ինչ որ բան օգտագործել է։ Ես ձևերը չգիտեմ, բայց ոնց որ ասում է այդ հիմա ֆիլմերում չես տեսել, ասենք։ Ֆիլմերում հիմա Լիցոս Աշրամը չես տեսել։ Տեսել եմ։ Հիմա ֆիլմերը մի կողմ, Ավինյանը մի կողմ։ Հիմա սիրելի երևանցիներ, մեր հայ ժողովուրդ, լավ մեզ այտենց համասեռամոլ, թմրամոլ քաղաքապետ պետքա, եթե պետքա, Mən որ ասում եմ պլյուս դրեք, հասկանանք ում է պետք։ Բայց լավ էր էլի Երևանում գոնե սենց ասած ընդդիմադիր ուժերը կարացել էին հաղթեն, բայց ասենք ինչ եղավ։ Ինչ եղավ որ Ավինյան Տիգրանն կազմակերպեցին սաբոտաժ չեմ հասկանում, չգիտեմ ինչ դա դոկ պետք կար Վարդան Ղուկասյան արդեն եկել է Ավինյանի հաջորդ ընտրությունների ժամանակն է ընտրություններից հետո պետքա Նիկոլ Փաշինյանին հեռացնել, անցնել Ավինյանին, ինձ թվում է որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք Ավինյանը մի 30-40 րոպեի խնդիր է, որ ինքը զուտ թողի գնա։ Ես կարող եմ առաջարկել նման տարբերակ, օրինակ վերցնենք մի համայնք, հավաքենք այնտեղ համասեռամոլներին, այնտեղ դնենք համայնքապետ։ Չէ Արի գիտես ինչ Թող առանձնանան իրենց համար։ Չէ, ես ավելի լավ առաջարկում եմ, Ավինյան Տիգրանը որտե է ապրում։ Սա այդտեղ տուն ունի, դղյակները, գիտես, Սևանից սկսած մինչև Արի ուղարկենք իրանց դղյակները, թող այնտեղ իրանց ապաստան տա, իրար հետ ապրեն։ Կամ Բաբաջանյան Արմանենց տուն ուղարկենք։ Հա, կարելի է վերցնել են իրանց մեծ Սևանի դղյակ են 1000 քառակուսի մետրանոց, բոլոր Բաբաջանյան Արմանին դնենք բան, գլխավորը, Telegram կանալի տերերին գտնեն իրավապահները տանեն այնտեղ, իրար վրա ծախեն, առնեն, խմեն, ծխեն, մինչև կվերանանք։ Բայց պատկերացնում ես, չէ՞, հիմա մեր իրավապահ համակարգը ինչ որ սենց չուզենալով այդ գործընթացը անում, ինչ որ մարդկանց կալանավորում բաման, դու պատկերացնում ես, ասենք իշխանափոխությունից հետո ինչ էնտուզիազմով, ինչ հավեսով զբաղվելու են այդ գործընթացները։ Համ բերետներն են զզվել սրանցից, համ ոստիկանները, համ պարեկները։ Այդ պարեկների մասով վստահ չեմ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրանք էլ են ուզում նորմալ մարդավարի աշխատեն, որովհետև տեսեք, հիմա ինչ են անում։ Քիչ է մնում ձեռները, բուկլետները տան, ասեն բաժանեք։ Դες ասենք Նիկոլ Փաշինյանը կնոջ ձեռքից քաշում է, կայնս նայում են։ Չեն ասում, լավ, վարչապետ ջան, մի գժվեք գժվել ես։ Լավ, թմրանյութերը, որ այդքան տարածվում է Հայաստանում, այդ Telegram տես վերջերս էր մի ամիս ու կես առաջ, մեկով եթեր տեսա ինչ որ 02-ի, որ ասենք չգիտեմ, ինչ որ մեկի տանից 17 կիլո մարիխուանա, 4 կիլո ավտոմեքենայից ամֆետամին, ու նման ասենք չգիտեմ։ Իրենք գիտես ովքեր են, Սևան ջան, ովքեր իշխանության աշխատողներ են։ Ոնց չէ՞ մի հատ արի հասկանանք, հետո ինչ որ մեկի տանից 40 կիլոգրամ եսի մի Բա ոնց է, չէ՞ հասել։
այդ որ այդ ամեն ինչը հաշվում ես, հասկանում ես, որ դա ասենք մի 30-40 կիլոգրամի թմրանյութ է։ Դու պատկերացնում ես, որ այդ թմրանյութի գրամը արժի, ասենք, չգիտեմ, ոսկու գնինա։ Կիլոգրամներով այդ թմրանյութերը պետք է այն չգիտեմ իրավապահները չեմ կարծում որ զբաղվում են, բայց պետք է մի հատ վերլուծել հասկանալ ոնց է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն վերահսկողություն չկա, չեմ հասկանում։ Այսինքն քննած են սա։ Ախր բան չի։ Տամոժնիները չէ, լավ, դու Հայաստանից որ դուրս ես գալի, Վրաստանի սահման։ Օրինակ ամեն ինչը ստուգում են այրապորտով ինչ որ ուրիշ երկիր ես թռնում չգիտեմ անգամ գոտի տեսանում շալվար այդ ամեն ինչ այդ ոնց է լինում էլի նախարարը տեղյակ լինի ոստիկանները ոստիկանական մեքենաներով բերեն տան դե այդ այմ էլի զարմանում այդ ոնց է լինում այսինքն հիմա ես ու դու չգիտեմ կարանք սահմանին ինչ որ նայ թմրանյութ չեմ ասում դանակ մի րոպե ես մի հատ sense համեմատական տանենք եթե մեկը մյուսին մի հատ կապույտ ջինս է խոստանում պրասլուշկով իմանում են, չէ՞, գախնա լսում են։ Լավ լուրջ այդ տոննաներով ապրանքը գալիս է Հայաստան իրացվում է, այդ փողը շրջանառվում է, պետությունը տեղյակ չի։ Եթե պետությունը տեղյակ չի, ուրեմն իրավապահ մարմինները իրանց տեղում չեն։ Եթե իրանց տեղում չեն, ուրեմն իրանց փոխելու ժամանակն է։ Իրոք տեղյակ չեն։ Իմ կարծիքով սրանք ընկեր նայ այնքան են քաղաքական թեմաներով կալանավորումները։ Հա, այսինքն ընկել են ընդդիմադիրների հետևից ժամանակ չունեն, չէ՞, թմրամիջոցների դեմ պայքարը։ Նայ, հիմա 19 կուսակցություն կա, չէ՞։ Որոնցից ասենք իմ կարծիքով մի 50+-ը ընդդիմադիր են։ Նիկոլին չեն ընդունում։ Հա, չէ՞։ Հիմա այդ դրանք ինչ որ գործառույթներ են անում այդ մարտիկ այդ падգամավորի տեխնացուները, չէ՞, ու գործառույթներ են անում։ Ու ինչքան մարդ կա փոխկապակցված այդ կուսակցությունների հետ։ Շատ, չէ՞։ Իրավապահ մարմինները անհնար է այդքանին կարողանան պրասլուշկա անել, լսել, ասես լսվեն ամբողջությամբ դատախազությունով։ Դե այդ պարագայում ֆիքսվում են կոնկրետ ուժի վրա։ Հիմա բոլորը չգիտեմ, սահմանին ինչեր են անում բերում։ Սաղի հեչ վեճը չի, ոչ մեկին չեն լսում։ Իրանց համար ավելի էական է, որ Դավթաշենում մի հատ պատահանից Հիմա կարող է քեզ լսեն։ Հա։ Ավելի, ասենք, չգիտեմ, այդ դրա փոխարեն կարան ասենք, չգիտեմ, այդ հանցագործի կամ այդ Telegram-յան կանալ թմրամիջոցների իրավապահները ավելի շուտ մեր ոդկասթը կլսեն, քան կգնան թմրամիջոցների դեմ պայքարեն, որտեղ ստեղ իրանց համար էական է, որ մենք մի հատ վիրավորական խոսք օգտագործենք, մեզ դատեն, բայց այն մարդը, որ մի տոննա ապրանքա բերում ու դպրոցներում դացերում է, անչափահասներին, տանում եռաբլուրում են դնում, այդ սրբապղծությունը սեն շարունակվելու պարագայում, պարզ է իրանց աստված չի ներելու, դա այլևս փաստ է, բայց հետագայում պետք է պատժիչ միջոցները այն խստությամբ լինի, որ էլ երբևիցե նման այս ալիքը պետք է փակել։ Այսինքն այն մուտք ու ելքը, որ ունի Հայաստանի Հանրապետությունում թմրանյութերը, պետք է փակել։ Հիմա դա ավելի լավ առաջարկ։ Եթե այս ընդդիմությունը գալու է իշխանության ու այդ խնդիրներով չզբաղվի, էլի ընկնեն միայն Նիկոլով, դա լավ պրոբլեմ։ Չէ, ես լավ առաջարկ ունեմ ու լիքը պետություններում այդպես է։ Եթե թմրանյութերը օգտագործողի մոտ գտնում են թմրանյութեր, պետք է իրան միջև 10 տարի ազատազրկում։ Վաճառողին միջև ցմահ ազատազրկում, որովհետև նա, ասենք, ազգային գենոֆոնդն է փչացնում, հասկանում ես, ու պետության երիտասարդությանը երեխեքին փչացնում է։ Ծնելիության հետ կապված խնդիր, առողջական խնդիրներ, ընտանեկան խնդիրներ, Հայաստանի վերացման խնդիրը, դա ազգային անվտանգության խնդիր է, պետք է ընտանիքներ է չէ քանդվում։ Ոնց թմրամոլությունից նենց է խաղամոլությունից ընտանիքներ է քանդվում։ Բա ի՞նչ է լինում։ Մարդը կնոջն է ծեծում եւ այլն, պետք չէ մանրանալու խնդիր չկա, որովհետեւ բոլորը հասկանում են, չէ։ Հիմա այդ վերահսկողությունը դուք պատկերացնում եք, որ եկել ենք հասել ենք նրան, որ Մերմա մանկապարտեզներում տարածվի։ Դպրոցում կա, չէ՞, ասենք կրթական Հա, բայց այսօրվա այս բաները, այս նախարարի խոսնակը բաներ ՆԳՆ-ի բան ասում է, տենց չափազանցված է բան։ Ի՞նչն է չափազանցված։ Արի հələ դու մեծ ոստիկան էլի մի ներկայացի, գնա դպրոց ներկայացի, չգիտեմ, ինչ որ Հայաթում ապրող ինչ որ մեկը ով հետաքրքրված է այդ երիտասարդներով, արի չէ։ Մի ներկայացի, որ դու ոստիկան ես, որովհետև այսօր դպրոցների կեսի չտը ոստիկաններին այդ երիտասարդների կեսի չտը ոստիկաններին այլ ձև են վերաբերվում ու չեն ուզում դա նորմալ չի ամեն դեպքում իմ կարծիքով բայց եթե Սևանջան դա չափազանցված է բայց կա չէ որ չափազանցված չէ չափազանցված չի բայց կա չէ երևույթը նայ վայջան հիմա որ մի հատ ոստիկան ֆորմով գնում է 15 հատ երեխա է հավաքում, որից ասենք 5 հոգին սկսել են զբաղվել նարկոմանությամբ։ Ասում է երեխեքով են ստեղ տեսել են նարկոտիկ օգտագործեն ինքն ասում է հա ես օգտագործում եմ։ Ես բան ես առաջինն եմ ասել բան։ Հա։
Հիմա տենց չի ձևը, պետք է նորմալ աշխատեք, նորմալ, ասենք իրանց քաղաքացիական հագուստով օպերները գալիս են միտինգներին, ընդդիմադիրներից տենում են ով է, մարդկանց են մտնում պարկասնում գետին։ Չգիտեմ, ասենք ինչ որ շվվացնում, վերցնում են, տանում են, կամ իքոս ծխում, բայց այն ինչը որ իրանք պետքա վերահսկեն, վերահսկողություն չկա։ Ու դե պարզա Սևն ջան, քաղաքապետը եթե դա ռոպագանդում է հերոստացույցով, հերոստանկերությունով, որպես քաղաքապետ ասում է, եթե խոսքը կամ Արեն Սիմոնյանը չէ, նույն ձև բանը, ուզում էր օրինականացնել։ Այդ բանն էլ եմ տեսել, սենց է, եթե խոսքը խոտի մասին է, հա օգտագործել եմ։ Հա, այսինքն ինքը այդ բաներն էլ գիտի, էլի տարբերությունները օգտագործի կամ մի օգտագործի է։ Բայց դու պետքա որպես քաղաքապետ Այ ոչ, բարով, խերով քաղաքապետ, դու պետք է ասես, որ դա չարիք է։ Մենք ախր քո կյանքով տենում ենք, որ դա չարիք է, տվ այդ չարիքը քեզ ոչնչացրել է։ Գանգուր ատամներով, առանց ինտելեկտ, ոչ էլ լավ տղա կարաս կոչվես բնականաբար, էդ է ստացվում։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, նայեք Ավինյանին ու պատկերացրեք, որ թմրամոլությամբ զբաղվեք, ինչ եք դառնալու։ Եթե ուզում եք դառնալ Ավինյան, հա, ուրեմն խնդրեմ, ձեր ճանապարհը բացա, բայց ես կոչ եմ անում, որ հերո մնաք այդ չարիքից ու այդ չարիք կոչվածը քանդումա տներ, պետություններ ու մեր հայրենիքը այդ վտանգի տակ է ու այն չարիքները, ովքեր որ շրջանառում են այդ ամեն ինչը, այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, իդեպ իրանց երկրորդ դեմքը այսպես կոչված, էլի ինչ որ հարցազրույցի ժամանակ չէր պնդում, որ ինքը օգտագործել է մարիխուանա, խրախուսում էր, ուզում էր օրինականացնել։ Հիմա հարց առաջում, լավ, հայեր ջան, ձեր ցավը տանեմ, դուք ուզում եք օրինականացնել մարիխուանան, արդյոք ուզում եք։ Դուք դրա համար եք քվեարկելու, չէ՞։ Բայց նայ վայ ջան, սենց մի հատ խնդիր կա, էլի։ Հիմա եթե մարիխուանան օրինականացվի, բայց պետության իշխանությունները լինեն նորմալ մարդիկ, դա կարան վերահսկեն, շատ լավ։ Այդ սև շուկան չի լինի։ Սխեման չգիտեմ ոնց է աշխատում իշխանության պարագայում, որտեղ մենք պրակտիկայում չենք ունեցել Սևան ջան։ Դա մենք լսել ենք, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլն եւ Վրաստանում է ինչ որ։ Հա, մենք լսելով գիտենք, բայց Վրաստանում չի վախտում, չէ՞ թմրամոլությունը։ Ես տեղյակ եմ։ Ճիշտն ասած չեմ ուսումնասիրել, բայց ես ավելի շատ ոնց որ ասում եմ այն սկզբունքով եմ գնում, որ ընդհանրապես պետքա Չէ, Վրաստանում ապրող շատ ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, որոնց հետ նաև այդ թեմաների մասին խոսում եմ, իրենց իշխանությունների գործունեության ընդհանրապես այդ ոլորտի հետ կապված, որ այնտեղ այդ կարգի Telegram-յան կանալներ չեն վխտում, այնտեղ այս իրավիճակը չկա։ Դե ուրեմն իշխանությունները այնքան ուժեղ են, որ կարողանում են դա համակարգել։ Նայ, այստեղ վերահսկողության խնդիր է։ Հիմա եթե սև շուկա է, այդ սև շուկան պետք է իշխանություններից ինչ-որ մարդիկ վերահսկեն, չէ՞, sense tenants։ Իսկ եթե ինքը արդեն օրինական դաշտ է, արդեն դա ոստիկանության ու մնացած իրավապահ ապահովում բնականաբար համակարգի գործունեությունն է, բացի դրանից, եթե դա օրինական է, ինչ որ туриզմի հետ կապված, ասենք, ինչ որ բաներ կլինի, բայց այս իշխանությունները, ասենք, Սևան ջան, իրանք այս ամեն ինչը շրջանառում են ոչ թե այդ քո ասած սկզբունքով, այլ իրանք ուզում են, որ մեր հայրենակիցները մարիխուանայի կամ ինչ որ մի բանի ազդեցության տակ չսիրեն իրանց հայրենիքը, պատկերացում էլ չունեն հայրենիքը որն է, որտեվ անջատվեն, մի հատ է գնան քվեարկեն սրտիկներին էս սրանց։ Հիմա այս իշխանությունները ամեն ինչում նենց են ձախողը, որ արդեն մեր մոտ երկմտանք է, պատկերացնում եք, հանցավոր անգործությունն է, թե չեն հասկանում ինչ պետք անեն, չէ՞, դեռ մենք մինչև հիմա չգիտենք, կորոնան հանցավոր անգործություն էր, թե իրանք ուղակի կարողացան նորմալ երկրներում, երբ որ կորոնավիրուսի գործընթացի ինչ որ պատասխանատու է նշանակում ու նշանակվում է այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պարետը, ինքը եթե այդ ամեն ինչը չի կարողանում ղեկավարել ու այդ չափի քանակի շատ մարդիկ են մահանում, 10,000 այդ մարդը հրաժարական է տալի նորմալ երկրներում։ Պատասխանատվության է։ Եթե հրաժարական չի տալիս, գոնե իրան աշխատանքից հեռացնում են։ Ցավը տանեմ, եթե բժիշկը սխալ վիրահատություն անում, մարդը մահանում է, Աստված մի արած։ Այդ մարդուն պատասխանատու քննություն է, չէ՞ լինում, լավ գոնե, ըստ իրավիճակի հասկանում են։ Մի մարդու պարագայում սխալ վիրահատության տանում են քննում են, չէ՞, 10,000 մարդու հետ կապված խնդիրը։ Ոնց կարելի է Ավինյանին բերեն Երևանի քաղաքապետի տեխնացու առաջադրեն, վերջում են ընտրեն Երևանի քաղաքապետը, դա աբսուրդ է։ Բայց
Մայկեն X-իկ նոլիկ հակած, քթերը քաշած ֆռմա Նիկոլի հետևից մի հատ էլ ես իմ ինչիկն է, Ավինյանիկ Մայկեն։ Հիմի այդմեն լավա մի երկու տեղ էլի են որ 4 անգամ բացում են արել դպրոցի բան, այդմեն գնդակ են խաղում ժողովուրդ։ Լավ, այս խափեցին եկավ հունիսի 7-ը։ Մինչև 31 թվականը դուք պատկերացնում եք էլ ինչեր են խափելու։ Բա այդ ամեն ինչը մեջով ո՞նց է կանցնելու։ Ո՞նց կարելի է գնալ քվեարկել այն ուժի օգտին, ովքեր որ 8 տարի է խայտարակում են մեզ արտերկրում ու կոտորում են մեզ մեր սեփական երկրում։ Սպիտակ գենոցիդ, կոտորածներ, բռնի տեղահանություններ, մարդիկ թողնում գնում են երկրից։ Այս մարդիկ ասում են մենք տնտեսական աճ ունենք, ում նայում ես մտածում է ոնց գնա ուրիշ երկիր, գոնե մի բան աշխատի, չէ՞։ Հա ինչ ընկեր սա խափում են, տնտեսական աճ չի կարա լինի։ Ու Նիկոլ Փաշինյանը իր դեմքը արդեն բացել, այսինքն ինքը բացի է բաց արցախցիներին ասում է համբալ։ Էլ չեմ ասում միայն արցախցիներին չէ։ Պատկերացնում եք մեր երկրի վարչապետը, ոչ բարով խերով օգտագործում է համբալ, դոմփել, ճիճումներ, կողեմ պատվալները, լավ անկեղծ կամ այկնիկ գնա, ես չեմ կարող չանդրադառնալ, այլ հարցազրույցում արդեն մեկնաբանեմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որ զոհված զինվորի, վառված զինվորի ծնողը եկել ասում է ես իմ երեխուն եմ, ասում եմ այկնիկ գնայինք ու դուք պատկերացնում եք, ախր մենք այսքան տարիներ տեսել ենք, անցել ենք այս ամեն ինչը, մեր պետությունը իշխանությունը նենց բանա որ կտրվում է իրականություն, գետից կտրվում է։ Չեմ էլ ուզում համեմատեմ, բայց մենք տարբեր բնավորությունների տեր մարդիկ են ունեցել երկրի ղեկավարները հավասարակշռված ոնց կարող է էլի զոհվածի ծնողին ասեն գնային կոմայքի այդ մարդիկ պատմություն են ունեցել այդ մարդիկ պատմություն են կերտել որ հասել են միջև նախագահ իսկ էսի որտեղից եկա հայրենակիցներ ջան եթե ինքը զոհվածի ծնողին ասում է այն կողմ գնա այկնիկ դուք պատկերացնում եք ձեզ ինչեր ասելու չէ անկեղծ հիմա որ գալիս է ձեր բակ յուրաքանչյուրը դուրս եկեք առանց վիրավորելու ասեք Նիկոլ Փաշինյան ով զոհվածի ծնող ասի ուր է իմ տղան ով անետ կորածի ծնողաթու ասի ուր է իմ տղան այն մյուսները գերիներին պահանջեն այն մյուսները այն արտաքին պարտքից հարցեր տան եւ այլն ում տեսեք իր լեքսիկոնը հա բառապաշարը մոտեցումը կամ ուղղակի գնացեք ինչ որ խնդրից ձեզ հուզող խնդրից այդ խնդիրը վեր բարձրացրեք ու իրան սրտիկ մի արեք ուղղակի խնդրից խոսացեք տեսեք ինչա ձեզ ասելու ես մի բան գիտեմ որ Նիկոլ Փաշինյանը կարող է խնդրի մի երկու խնդիր լուծի մի երկու խնդիր մեկ է ներեխու պուպուլի հարցն է որ դիմեցին չէ մեկ էլ են որ իր աղջիկը պետք է հղիանար եկեք Նիկոլ Փաշինյանին հանենք վարչապետից թող գնա այդպես պուճուր հարցերով զբաղվի գինեկոլոգ աշտի պուպուլիկի հարցերով ես չգիտեմ կստացվի իրավունք չէ բայց ես կարծում եմ որ լավ ուզենա միգուցե մի հատ պուպուլիկ ունեն չէ հա դե ունեն իրանք սեփական պուպուլիկ ունեն դե ամեն դեպքում արի այսօրվա մեր ոդքասթը սրանով ամփոփենք ու մեր հայրենակիցներին կրկին անգամ կոչ անենք գնան ընտրեն այն ընդդիմադիր ուժերին ովքեր հնարավորություն ունեն հաղթահարելու շեմը ու նաև այսօր ամեն ինչ անեն, եթե Նիկոլ Փաշինյանին տեսնեն, այն խնդիրները բարձրաձայնեն, որոնք այսօր իրականում կան ու հարցնեն նրանից, թե խի այս խնդիրը չի լուծվել։ Այո, բարձրաձայնեք բոլոր արկա խնդիրները, ձեզ հետաքրքրող, բնականաբար գնացեք ընտրություններին, մասնակցեք ընտրություններին, որովհետև սա մեր լինել չլինելու ընտրություններն է։ Այստեղ մենք չենք ընտրում քաղաքական ուժեր կամ վարչապետ, մենք ընտրում ենք մեր ապագան, որը Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլ Փաշինյանին դեմ յուրաքանչյուր ընդդիմադիրով որ հաղթահարում անցողիկ շեմը գնացեք ընտրությունների, որ սրանք գնան։ Ասում հայրենի հայրենակիցներ գնացեք, որ գնան։ Այո, գնում ենք ընտրությունների, որ սրանք գնան։ Շնորհակալություն, որ մեր հետ էիք, կհանդիպենք նոր թեմաներով։